Հարգելի գործընկերներ, պարոն նախարարը ներկայացրեց նախագծի հիմնական էությունը։ Ես պարզապես ուզում եմ ավելացնել անկախ կյանքի կենտրոնների հետ կապված կարևոր սահմանումը։ Հաշվանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնները առաջին անգամ ստեղծվել են 1972 թվականից եւ որից հետո հատկապես Եվրոպայում դրանք տարածում են գտել։ Դրանց հիմնական նպատակն է նպաստել, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կյանքի վերաբերյալ իրենք կայացնեն որոշումներ եւ կյանքի բոլոր ոլորտներում կարողանան լիարժեք ներառվել։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունում մենք դեռևս շատ հեռու ենք այս մոտեցումներից եւ միայն 2021 թվականին ենք մենք ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, որով էլ սահմանվել է ինչ է անկախ կյանքը եւ այսօր մենք սահմանում ենք նաեւ անկախ կյանքի կենտրոն հասկացությունը։ Ինչպես արդեն նշեցի, կենտրոնները հիմնականում ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, բայց Հայաստանում առաջին կենտրոնը կստեղծվի կառավարության կողմից եւ կառավարության աջակցությամբ, որի իհարկե գործունեության կարգը եւ սկզբունքները կմշակվեն ներառական սկզբունքով, այսինքն հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ համատեղ եւ որին էլ հույս ունեմ, որ ակտիվ մասնակցություն կունենա նաեւ համայնքը, որովհետեւ առանց այդ մասնակցության անկախ կյանքը մարդու եւ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց դժվար կլինի կազմակերպելը։ Նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, մենք նաեւ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մինչև հանձնաժողովի նիստը, կոչ եմ անում գործընկերներին պատեհ պահի կողմ քվեարկել։ Շնորհակալ եմ։